Ընկերներ, բարև ձեզ։ Ռուսը մեզ թալանեց։ Ինչքան ենք լսել, չէ՞, դեբիլություն է։ Հիմա նայեք ինչ եղավ։ Երեք մի հոգի ամերիկացի եկավ 40 րոպեում։ Ստորագրեց սաղ մեր ընդերքը պահածոն բոլոր հանքային ինչ ունենք թանկարժեք վեկալես տարավ։ 40 րոպեում։ Մեր ընդերքի ամեն ինչ, ամեն թանկարժեք յուրահատուկ մետաղներ են, եսի մինչեր են, ինչ կա չկա, վեկալես տարավ։ Ոնց եղավ տենց։ Ոնց եղավ, արա, ոնց ենք մեր ռուսը այսքան ժամանակ սկի այդքան այս տեսակի այլանդակություն չի արել, այս տեսակի ոնց ասեմ պոռնիկություն կարելի է տենց ասել, չի արել, որ գա վեկալի տենց ամբողջ ընդերքը տանի։ Բա որ ռուսիններ ոնց կարացան տային։ Մի հատ դեբիլ այդ ուղեղներից շարժեք, այդ որ սաղուր առավոտից եկուն էշեշ դուսեք տարի ռուսն է, ռուսի ճորտ էինք, ռուսի սապոկն ենք, բա որ ռուսի սապոկն էինք, ոնց կարացավ Նիկոլը գա։ Եթե Նիկոլն էլ է ռուսի սապոկը, լավ է լրիվ տուպոյների համար։ Բա ոնց կարացավ ռուսի սապոկը գա, ռուսը բերի իր սապոկին, որ այնի գա ամբողջ ընդերքը տա Ամերիկային, որ դերա ձեր լոգիկան, արա դուք լոգիկա չունեք, օքեյ, բայց այդ պրիմիտիվ լոգիկանը չունեք, որ այդքան բան ձեր քոր աշկերը տեն, ասի, արա, հա, էլի այս բա խիա տալի ամեն ինչը Ամերիկային, եթե ռուսինն է այսի։ Եթե մենք անկախ չէինք, ոնց կարեցանք այս ամեն ինչը տալ Ամերիկային, ոնց կարեցանք Ամերիկայի հետ այսքան պայմանագրեր կնքել։ Ուրեմն անկախ էինք, չէ՞, ուրեմն ձեր տուպոյ խելքը ուղեղը կերել էին, չէ՞, որ խափում էին, ասում էին տարիներով, թե իբր մենք ռուսի ճորտն ենք, ռուսի սապոկն ենք, եսիմի ռուսը մեզ կերել է, ռուսը ամեն ինչ արել է, Քոչարն եկել է գույք պարքի դիմաց սաղ մեր երկիրը տվել է, բայց ամերիկացիք ինչեր են վեկալում մեր երկրից, որ սաղ Քոչարը տվել է ռուսին։ Այդ սաղից բացի ուրիշ բաներ կա, դուք չեք հասկանում, սաղ ինչա նշանակում, ամբողջ ինչա նշանակում։ Ամբողջից ավել չկա ուրիշ ոչ մի բան, կա ամբողջ։ Եթե ամբողջը Քոչարը տվել է ռուսին արդեն, բան չկար տալու, դե նոր են աճացրել։ Այսպես Նիկոլն եկավ աճացրեց ու նոր տարավ տվեց։ Հասկացաք ինչա կատարում։ Այսպես խափելով մաներից տակից ամեն ինչը տասին Ամերիկայից ու հիմի տվեցին պրծան։ Երեք լուրջ եմ ասում 40 րոպե, ես արդեն գժվա այդ որ իմացա։ Ոնց է լավ 40 րոպեում մի ժամ եկան, ստորագրեցին ու վեկալին տարան սա։ Այդ այնց էշեշ նստեք, խոսացեք, եսիմի բամբասեք, ամենակարևորը չմոռանաք, բամբասեք, հա, ռուսից, ասեք ռուսը եկավ, էսի արեց, էնի արեց, ինչ վատնա, քխնա։ Հա։ Այն ռուսը ես ինչով եմ շնորհակալ ռուսներից, որ սովետի ժամանակ մեր երկիր են սարքել, այդ մենք ինչ որ ենք դա 70-80% ի շնորհիվ Մոսկվայի սովետի է, օքեյ, ռուս իմինը չասեմ, բայց Ռուսաստանի ի շնորհիվ սովետի է, որ մի քիչ ուղեղ ունենայք, կհասկանայիք, որ երկիրը զարգացնելու համար պետք չի մենակ մարդ, մինիմում ներդրումներ է պետք, ինչը որ հիմա վազում են, ծախում են ամեն ինչ Ամերիկան, որ ներդրում անեն, այն վաղ ներդրումները սաղարել է Ռուսաստանը, որտեղ ամենամեծ հարստությունը Ռուսաստանն է, ու իր ներդրումների շնորհիվ է, որ մենք կարացել ենք զարգանանք, ստեղծենք մի հատ երկիր։ Ու այդ ծրագրերը ի օգուտ մեզ լավ եղել է, որ պիտի զեկուցեին Մոսկվա, ոչ թե որ ճորտ էինք Մոսկվա դրա համար, այլ որտեղ կոնտրոլ կար մեր գլխին։ Օրինակ, այն մեկ 30 տարի կոնտրոլ չկար, ինչ դառավ մեր երկիր, դրին ցփնին աճ ու ձախ, ծախին, գցին, փչացրին, գնացին պրծավ։ Այսա պրծնում է մեր երկիրը արդեն, որտեղ էլ բան չի մնում, էլ բան չի մնացել։ Մեր երկու հատ ժեշտի կտո են բերել, ուրախացնում են, այդ դրա վրա էլ դեբիլները կուրախանան։ Վայ, դրոն է եկե, դրոնը ինչների տա պետք է այդ տուպոյներ։ Դրոնը որ չես հանում, չես կրակ, որ ցռում ես տակը, որ թշնամիտ քեզ ասում ես, հա էլի, սարի համար ինչ է թամ կռվեմ։ Ուզում եմ մի միլիոնա դրոն ունես, ինչ ես անելու այդ դրոններով։